Եկել է քո ժամը, քո պայքարի ժամը, որ ասես քո ոչն այս սրտերին, վերկած կանիր, ձերքդ բացիր, ու ասա այո մեր պայքարին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, եկել է քո պահը, քո պայքարի պահը, որ անեսի որ այս չարիքին, վերկած կանիր, հաշին դեղի, ու ասա այո մեր հայրենիքին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, գալու է մեր կարը, հաղթանքի կարը, ոգևելու ենք մենք միասին, վերկած կանիր, մեզ հիացի, ու ասա այո մեր հաղթանակին, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի, հայեր, հայեր, ոտքի. Հարգելի ներկաներ, ինքնայք և պարունայք հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են ունենալու, որոնք կարևորագույն նշանակություն են ունենալու մեր երկրի համար։ Մայր Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է ունենալու այդ գործընթացում։ Մեր նպատակն իշխանափոխությունն է և հանրային լայն համախմբման միջոցով նոր ազգային իշխանության ձևավորումը։ Մեր քաղաքական ուժը, որպես շարժում, իր ստեղծման առաջին օրվանից եղել է պայքարի առաջնագծում։ Մենք այսօրվա իշխանությունների գաղափարական ընդդիմախոսն ենք։ Մեզ համար անընդունելի է քաղաքացիական պայմանագրի ներքին և արտաքին քաղաքականությունը։ Սպասվող ընտրությունները պետք է օգտագործել իրավիճակը փոխելու, մեր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Մայր Հայաստանը բոլոր հարթակներում կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ։ Մենք կանգնած ենք քաղաքացիների կողքին և պաշտպանում ենք նրա շահերը։ Պատահական չէ, որ օրինակ Երևան քաղաքում Մայր Հայաստան խմբակցությունը երևանցիների կողմից համարվում է թիվ 1-ը։ Դա է ցույց տալիս 2 տարի անընդմեջ իրականացվող տարատեսակ սոցիոլոգիական հարցումները։ Դա շատ պարտավորեցնող է և մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներից Մայր Հայաստանի աշխատանքը գնահատելու համար։ Այժմ խոսքը փոխանցում եմ
Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։ Խնդրեմ, պարոն Սուքիասյան։ Մայր Հայաստանի համաժողովի հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր, Մայր Հայաստանի հարգելի գործընկերներ, տիկնակ եւ պարոնայք, ողջունում ենք բոլորիդ 2026-ը հիրավի պատմական եւ շրջադարձային է լինելու Հայաստանի Հանրապետության ճակատագրի համար եւ ընտրական գործընթացներին ընդառաջ հրապարակային գործունեության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի վերաբերյալ շատ օբյեկտիվ եւ շատ արդարացի կլինի նաեւ թե յուրաքանչյուր ով ինչ ճանապարհ է անցել հաշվետու ժամանակահատվածում եւ ով ինչ այցեքարտով է մոտենում հանրությանը ընտրական գործընթացներին ընդառաջ 2023 թվականին որ հիմնադրվելով որպես շարժում Մայր Հայաստանը անմիջապես ներգրավեց ընտրական գործընթացների մեջ եւ քաղաքացու քվեն ստացավ Երևան քաղաքում եւ ըստ էության լուծեց այն նվազագույն խնդիրը, որ քաղաքացիական պայմանագիրը չստացավ իշխող մեծամասնության հնարավորություն եւ միայն խարդավանքների արդյունքում կարողացան զավթել քաղաքային իշխանությունը։ Բայց մենք մեր ձեռքերը վաճ դրեցինք եւ մասնավորապես 2025 թվականը սկսելով տրանսպորտի թանկացման դեմ 3 ամիս մենք եղել ենք փողոցներում քաղաքացիների հետ բոյկոտ ենք կազմակերպել եւ ստացվել է եւ առաջին հերթին Մայր Հայաստանի կազմակերպած բոյկոտի արդյունքում է որ այսօր հանրային տրանսպորտը չեն դարձրել 300 դրամ եւ քաղաքացին թարս ապտակ է տվել քաղաքային իշխանություններին Մայր Հայաստանը 25 թվականին նաև երկու ընտրական գործընթացի է մասնակցել եւ Գյումրիում եւ Էջմիածնում եւ արձանագրել պատկառելի արդյունքներ եւ ահա ընտրական գործընթացներով է որ քաղաքական ուժը ցույց է տալիս իր կենսունակությունը մենք ընտրություններից մի քանի ամիս առաջ չէ որ հայտնվել ենք արենայում ասենք եկել ենք հայրենիքը փրկենք մենք քաղաքական գործընթացների մաս ենք կազմում առաջին հերթին ամենատարրական սոցիալական քաղաքացու էլեմենտար խնդիրների լուծման ճանապարհին մեր մանդատը իրականացնելով, մեր վճռական խոսքը հնչեցնելով եւ նաեւ քաղաքական գնահատական տալով երկրի ճակատագրի հետ կապված այս խայտարակ ու անամոթ քաղաքականությանը։ Այժմ գործընկերներս հանգամանալից կանդրադառնան այդ դրվագներին, ուզում եմ մի հակիրճ մեջբերումով ամփոփել խոսքս, մեջբերման սկիզբը Չինովնիկը իրականությունից կտրվելու եւ լկտիանալու հակում ունի։ Չինովնիկի կաբինետում ամռանը միշտ զով է, իսկ ձմռանը միշտ տաք է։ Եվ եթե մի օր ես կդառնամ չինովնիկ, կկտրվեմ իրականությունից, կլկտիանամ, կոչ եմ անում քաղաքացիներին գալ իմ վզակոթից բռնել եւ դուրս բռնել այդ կաբինետից։ Եվ դա անելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ով է այս խոսքերի հեղինակը ժողովուրդ։ Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Հովայի Փաշինյանն է։ Ուստի եկել է քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանին իր կաբինետից դուրս վռնդելու ժամանակը։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան։ Հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը 2023-ին ձևավորվելուց հետո դաշինքի եւ համանուն կուսակցության ձևաչափերով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող համայնքային ընտրություններին Երևանում, Գյումրիում եւ Վաղարշապատում։ Երեքում էլ մենք դրական արդյունքներ ենք ապահովել։ Մայր Հայաստանը թե տեղական, թե համապետական մակարդակներում ունի իր առաջարկները։ Մեր թիմի անդամները մշտական կապի մեջ են մեզ ընտրած եւ նույնիսկ մեզ չընտրած քաղաքացիների հետ։ Մենք հետևողականորեն բարձրաձայնում ենք խնդիրների մասին, գնում դրանց լուծման հետևից եւ տալիս ենք առաջարկներ։ Օրվա իշխանությունների պարագայում այդ խնդիրները ոչ թե պակասում են, այլ հակառակը։ Դա է պատճառը, որ մենք ձգտում ենք քաղաքական փոփոխությունների եւ միասնական ջանքերով հասնելու ենք այդ փոփոխություններին։ Տարբեր ենք
հետազոտություններ ցույց են տալիս, որ Փաշինյանական իշխանության վարկանիշը շատ ցածր մակարդակի վրա է։ Ընդդիմության խնդիրն այս պայմաններում միասնական օրակարգով, միմյանց չթիրախավորելու հանձնառությամբ եւ միասնական գործողություններով հարային այդ պահանջը բավարարելն է։ Հարգելի գործընկերներ, այժմ խոսք ունի ասելու Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Փերենիկ Մալխասյանը։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի թիմակիցներ, Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները գոյաբանական բնույթ ունեն։ Օրակարգում լինել չլինելու հարցն է։ Ներքին ու արտաքին խնդիրները միախառնված են եւ լուծումներ են պահանջում։ Ալիևը Հայաստանը դիտարկում է որպես արևմտյան Ադրբեջան, պարբերաբար կրկնում է այդ մասին, իսկ պաշտոնական Երևանը սպասարկում է Ալիևի ծրագիրը։ Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հիմնական մարտահրավերներից մեկն է։ Մեր ժողովրդին խաբում են, թե իբր խաղաղություն են դրել, բայց դա մեծագույն խաբկանք է։ Խաղաղությունը խոսքերով չի լինում, խաղաղությունը միակողմանի ու անվերջ զիջումներով չի լինում, խաղաղությունը լուրալով չի լինում, խաղաղությունը ինքնախաբերությամբ կամ ավելի ճիշտ ժողովրդին խաբելով չի լինում, հարգելի ժողովուրդ։ Մենք պետք է մեր հին եւ նորագույն պատմությունից դասեր քաղենք։ Երբ մեր ստեղծագործական թիմը նկարանում էր Կիև խաղաղության կինոֆիլմը 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ ինձ մոտ դեժավյու էր։ Առաջվա պատկերները այսօրվա իրականություններն էին հիշեցնում։ Հիմա նույնը տեղի է ունենում մեր օրերում։ Էլի կեղծ պատրանքներ, կեղծ հույսեր, անմիաբանություն եւ կորուստներ, բայց կա իրական տարբերություն։ Եթե 100 տարի առաջ կար փորձի պակաս, ռոմանտիզմ, միամտություն, ապա հիմա ամեն ինչ գիտակցված է արվում։ Նիկոլ Փաշինյանը Արցախը գիտակցված եւ դավադրաբար հանձնելուց հետո անցել է Հայաստանին։ Եվ այդ ամենը հանուն աթոռի, հանուն շահի, հանուն սեփական կաշվի փրկության։ Հիմա Հայաստանը դրել են աշխարհակաղակական հակադրությունների զոհասեղանին։ Մեր երկիրը դարձվել են խոշորների բախման թատերաբեմ ու հանելաճույթի։ Հարգելի քաղաքացիներ, մեզ իրական ու երաշխավորված խաղաղություն է պետք, իսկ դա հնարավոր չէ ՔՊԱ-ական իշխանության պարագայում։ Մայր Հայաստանը ունի երաշխավորված խաղաղություն ապահովելու իր հստակ պատկերացումները, դրանք կյանքի կոչելու համար մեզ քաղաքական փոփոխություններ են պետք։ Առաջիկա խորհրդարանական ուղղություններն այդ առումով ճակատագրական նշանակություն են ունենալու։ Մենք պետք է համախմբված լինենք, պարակված հասարակությունը հարմար թիրախել թշնամիների համար։ Մեզ անհրաժեշտ է միասնականություն, վճռականություն, սկզբունքայնություն, կամք։ Մենք այդ ամենն ունենք։ Կոչ ենք անում մեր ժողովրդին միանալ, որ փոխել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մալխասյան։ Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունների օրոք ապօրինությունները, մարդու իրավունքների խախտումները, հակաժողովրդավարական քայլերը բազմաթիվ են, ունեն քաղբանտարկյաններ։ Մայր Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնում Երևանի եւ Բաքվի բանտերում պահվող քաղբանտարկյաններին։ Փաշազադեի հրահանգով հարձակման է ենթարկվել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մեր հարգարժան հոգևորականները բանտերում են։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ վերհապար հայրապետին արգելել են լքել Հայաստանը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում են նախաձեռնել։ Սա պատմական խայտարակություն է։ Մայր Հայաստանը դեմ է եկեղեցու հանդեպ իրականացվող այս հարձակումներին։ Եվ ես առաջարկում եմ, որպեսզի մենք ծափահարություններով մեր աջակցությունը հայտնենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ ՔՊԱ-ական ապօրինությունները չեն շրջանցել նաև Մայր Հայաստանում։ Երևանի հավաքանում մեր անդամներին նրանց զրկեցին մանդատներից, ինչը ընտրողի քվեի կեղծում է եւ մանդատագործություն։ Այժմ ցույց տրվում է Մայր Հայաստան կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Երևանի հավաքանու անդամի մանդատից ապօրինաբար զրկած Սոնա Աղեղյանին։ Իդեպ
Աղոթյան ելույթը նշեմ, որ մենք դատական կարգով վիճակում ենք նրա դեմ իրականացված հակաիրավական քայլը։ Առաջին ատյանում մենք հաղթել ենք, բայց դատական քաշքշուկը դեռ շարունակվում է։ Մենք հետևողական ենք լինելու։ Խնդրեմ Տիկին Աղոթյան։ Շնորհակալություն Տիկին Մանուկյան։ Հարգելի հայրենակիցներ, խոսքս առաջին հերթին ուղղում եմ մեր մայրերին ու քույրերին։ Որպես հայ կին հայտարարում եմ, որ այսօր մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված։ Կանայք իրենց ուսերին մեծ բեռ են կրում։ Եվ դրանով պայմանավորված մենք ունենք իրավունք պահանջելու, որ մեր պետությունը կատարի բոլոր պարտավորությունները, սկսած բանակային կյանքի արդյունավետ կազմակերպումից մինչև սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Օրվա իշխանությունները ցույց են տվել, որ իրենք անկարող են եւ ունակ չեն հաղթահարելու մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները։ Ավելի, այս իշխանություններն իրենց քաղաքականությամբ խորացնում են մարտահրավերները եւ ստեղծում նոր խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է նոր առաջնորդություն, նոր իշխանություն, կառավարման նոր որակ եւ հասարակական հարաբերությունների կարգավորման նոր ձև։ Պարախտումը, ներքին թշնամանքը, օտարահաջող քաղաքականությունը, անորակ կառավարումը մեծ շռայլություն է Հայաստանի Հանրապետության համար։ Վերջին 8 տարիները ցույց տվեցին, թե ինչ ողբերգություն են բերում դավաճանությունը, ապիկարությունը, ազգային արժեքների ոտնահարումը, հակառակորդների պարտադրանքով քայլերի իրականացումը։ Մենք, հայ կանայք եւ մայրերս, ամենաշատն ենք ցանկանում խաղաղություն եւ զարգացում։ Մեզ հիմա հրամցնում են կեղծ խաղաղություն, որը բացառապես կախված է լինելու Ալիևի կամքից եւ Թուրքիայի տրամադրությունից։ Իսկ դա նշանակում է հայկական կողմի անվերջ զիջումներ եւ նոր ողբերգություններ։ Հայ մայրերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այլ ազգերի ներկայացուցիչ կանայք գիտեն խաղաղության արժեքը։ Համոզված եմ, որ որդեկորուս մայրերն ամենաշատն են ուզում խաղաղություն։ Իրական խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Դա հնարավոր չէ օրվա իշխանությունների օրոք։ Դա է պատճառը, որ Մայր Հայաստանը ձգտում է իշխանափոխության, կոչ անելով բոլոր ընդդիմադիր ուժերին կարևոր հարցերում լինել միասնական, պայքարը տանել բացառապես փոփոխությունների ուղղությամբ եւ միմյանց չթիրախավորել։ Իմ կոչը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու հատկապես կանանց հետևյալն է։ Անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մերժել ՀՊԱ-ական իշխանությանը, չտրվել կեղծ խոստումներին ու ստտերին։ Ընտրությանը մասնակցելը մեր իրավունքն ու պարտականությունն է, իսկ միասնականությունը մեր փրկության բանալին։ Ուստի պետք է միանալ, միանալ, որ փոխել։ Շնորհակալություն Տիկին Աղոթյան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքերն ու հանցանքները շատ են։ Արցախի հանձնումից մինչև կոռուպցիա, Հայաստանի շահերն աճուրդի հանելուց մինչև մարդկանց սոցիալական վիճակի վատացում։ Այդ մեղքերի շարքում արժե առանձնացնել հանրության պարախտումը, հարևանը հարևանի, բարեկամը բարեկամի դեմ հանելը։ Մենք այս վիճակներ պետք է փոխենք։ Իրական մտավորականության դերն այս գործում կարևոր է։ Այժմ ելույթ ունենա մշակութային գործիչ, հայտնի մտավորական, Մայր Հայաստան բուսակցության վարչության անդամ Սամվել Հարոյանը։ Հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, համախոհներ, երբ սկսեմ մեծ ընչարեցի Մարիգարեա շունչ պատգամով, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Այսօր առավել քան երբևէ մեզ միասնականություն է։ Մեզ պարակտել են, հարձակվել են մեր արժեքների վրա, վտանգված է հայ առաքելական սուրբ եկեղեցի, բանտերում են մեր հարգարժան հոգեվորականներն ու այլ նվիրատներ, հակվում տարապում են մեր հայրենակիցները։ Մեր ազգային ոգին ուզում են մինչև վերջ կոտրել։ Իշխանական քարոզչությունն ուղղված է մարդկանց զգացմունքներին
վնասներին եւ ոչ թե բանականության։ Ճարպկորեն մեզնից խլում են հայոց պատմությունը, մշակույթը, կրոնը, հավաքական հիշողությունը, ուզում են հայ ժողովրդին վերածել ամբողջի։ Ամենայն հայոց բանաստեղծը ժամանակին բանաձևեր է ժողովրդի եւ ամբողջի տարբերությունը։ Ժողովուրդը իմաստուն է, ասում է Թումանյանը։ Ամբողջը հիմար։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբողջը յուրագրգիռ, վտանգավոր, չար, ժողովուրդը աշխատանք է զգում, ամբողջը թափ։ Միթե մեզ համար գերադասելի է ամբողջը։ Մեր մտավորականության, քաղաքական գործիչների, հանրության ակտիվ շերտերի խնդիրը պետք է լինի համախմբման, իրական բացր արժեքների շուրջ միավորման իրականացումը։ Մի կողմ է պետք թողնել բոլոր տարաձայնությունները, վեր կանգնել անձնական ամեն տեսակի հավակնություններից, դառնալ բռունցք, եւ ինչպես պատկանել է մեկ այլ հանճար Շիրազը, բռունցքներն է հավերժությունը Հայաստան։ Հայրենակիցներ։ Մայր Հայաստան ժողովրդական շարժումը այժմ մեր կուսակցությունը մշտապես հանդես եկել պայքարի առաջնագծում։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրը խաղաղվի, մեր ընտանիքները, մայրերը, մանուկները լինեն պաշտպանված։ Հայաստանի ֆիզիկական հոգևոր անվտանգության ապահովումը մեր գլխավոր եւ առաջնային խնդիրը։ Մենք արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ապահովման մեր առաջարկները։ Իր ստեղծման օրվանից Մայր Հայաստանը մշտապես բարձրաձայնում է հանրությանը հուզող խնդիրների մասին, կանգնում է քաղաքացու կողքի, գտնում լուծումներ։ Հարգելի հայրենակիցներ, առաջիկա խորհրդանական ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու։ Դրանք զուտ իշխանություն ձևավորելու ընտրություններ չեն։ Դա կարևորագույն քաղաքական գործընթաց է, որը պետք է նախանշի Հայաստանի հետագա ընթացքը, հայկական ինքնության պաշտպանությունը, վերականգնի հայ մարդու արժանապատվությունը, մերժի հանրային առաքելությունը։ Եթե միասնականություն ցուցաբերենք, մերժենք իշխանության վերահսկողության ներքո իրականացվող ապօրինի քայլերը, ապա համոզված եմ, որ հաջողվելու։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, անպայման մասնակցել խորհրդանական ընտրություններին եւ իրենց քայլերով նպաստել դրական այն փոփոխություններին, որ մեր իշխանապողությունը եւ նոր որակի իշխանության ձևավորում։ Հանուն մեր սերունդների, հանուն մեր ստեղծարար ընթացքի, շարունակություն հանուն ժողովրդի իրական հաղթանակներ։ Համոզված եմ, դեռ կգան օրեր առավել հուսեր, առավել պայծառ։ Ամեն ինչ կախված է ձեզանից, ձեր կամքից եւ նվիրումից։ Այս առումով տեղին եմ համարում մեկ անգամ եւս հնչեցնել մեր կարգախոսը, միացիր, որ փոխենք։ Շնորհակալություն պարոն Արոյան։ Հարգելի հայրենակիցներ, մեր երկրի թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, երաշխավորված խաղաղության ապահովումը։ Կարևոր է նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը։ Այս իշխանությունները մարդկանց բազում խոստումներ տվեցին ու խաբեցին։ Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտը։ Խաբում են բոլոր հարցերում։ Խաբում են, թե իբր խաղաղություն են բերել, թե իբր մարդկանց սոցիալական վիճակը լավացրել են, թե իբր բիզնեսը զարգանում է, թե իբր թալան ու կոռուպցիա չկա։ Սրանք միտումնավոր մեր երկիրը թողել են առանց դաշնակիցների ու ժամանակավոր հրադադարը ներկայացնում են որպես խաղաղություն։ Հայաստանի միակողմանի զիջումները հրամցնում են որպես հաղթանակ։ Արցախը դավաճանաբար հանձնեցին, դա ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության ապահովում եւ Ադրբեջանի պահանջած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չտալու գին, բայց համ Արցախը հանձնեցին, համ միջանցքն են տվել։ Այսպես շարունակվելու դեպքում մենք պետականություն կարող ենք գործնել։ Մայր Հայաստանի թիմն ունի լուծումներ անվտանգային, սոցիալ-տնտեսական եւ հանրային համերաշխության ապահովման հետ կապված։ Մեր քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բազմիցս ներկայացրել է մեր գաղափարներն ու ծրագրերը։ Դրանք առաջիկա ընտրությունների ժամանակ առավել հանգամանալից կներկայացվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացում։ Այժմ ելույթի համար ձայնը տրվում է Մայր Հայաստան շարժման եւ համանուն կուսակցության առաջնորդ
տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանին։ Ողջույն, հարգելի հայրենակիցներ, սիրելի թիմակիցներ, համախոհներ, ինքնահայտ և պարոնայք։ Այս իշխանության կառավարման 8 տարիների ընթացքում մենք ունեցանք պատերազմ, պարտություն, զոհեր, ավերածություններ, հայտարարություն, դավաճանություն, հալակ։ Սրանք դավադրաբար հանձնեցին Արցախը ու գոյաբանական խնդիրներ են առաջացրել Հայաստանի համար, քանզի այլ բանի ունակ չեն։ Եթե նույնիսկ ցանկանան, չեն կարողանա դրական արդյունքներ ապահովել, որովհետև պարտված, Ալիևի կողմից նվաստացված, աշխարհաքաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված իշխանության պարագլուխը դատապարտված է պարտության, իր հետ պարտության տանելով մեր երկիրն ու մեր ժողովրդին։ Սա ստի ու կեղծիքի, դեմագոգիայի ու պոպուլիզմի իշխանություն է։ Արագաչափերի, տեսախցիկների, շահումով խաղերի, վարկային ջրերի, 50-50 հայ մտնելու մերժումով իշխանության երկացները հակառակն արեցին ու ժողովրդի հետ հայ մտան 100-0 տարբերակով, մեկից կյանքը խլելով, մյուսից տունը, երրորդից բիզնեսը, իսկ բոլորիցս մեր պետականությունը։ Սիրելի ժողովուրդ, այսօր մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք։ Վտանգված է Հայաստանի ապագա։ Դա առավելապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված, օրվա պարտված իշխանության վարած քաղաքականությամբ։ Հայաստանի վերացման օբյեկտիվ նախադրյալները գրեթե զրոյական են։ Մենք համոզված ենք, որ կա հնարավորություն իրական անվտանգություն և երաշխավորված խաղաղություն ապահովելու համար։ Թող չվախեցնեն մեր ժողովրդին պատերազմով ու նոր զոհերով։ Պատերազմն ու զոհերն իրենք են բերել ու բերելու։ Մեր բերելիքը իրական ու երաշխավորված խաղաղությունն է լինելու։ Ամոթ է, որ այս իշխանությունն այսքան մնացել է։ Սա քաղաքագիտական նոնսենս է։ Հիշեցնեմ, որ պարտված Գամսախուրդյան Վրաստանում պահպանեց իր իշխանությունն ընդամենը 6 ամիս։ Նույն Վրաստանում պարտված Սաակաշվիլուն հեռացրեցին իշխանությունից։ Պարտված Էլչիբեյը, մեզանից պարտված Էլչիբեյը, Ադրբեջանում իշխանության մնաց 9 ամիս։ Սրանք, այս մեր տեղական Էլչիբեյները, երևս մնացել են, և սա մեր ամոթն է ու խարանը։ Մենք պետք է փոփոխության ենթարկենք այս ամեն ինչը։ Կամ պատմական նաև այլ օրինակներ, ես դրանք չեմ ուզում հիմա ներկայացնեմ, ուղղակի նոնսենս է, որ սրանք դեռևս մնացել են, բայց բացառություն Հայաստանը չի կազմել ու չի կազմելու։ Այս տարվա հունիսի 7-ին միասնաբար բոլորովս պետք է փակենք խայտարակության ու պարտության էջը։ Հարգելի հայրենակիցներ, առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Սրանք առաջարկում են թուրք-ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որն արցախյան սցենարի կրկնություն է նախատեսում։ Մենք սրանց բերած գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրական ու երաշխավորված խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացման, մեր բանակի վերականգնման, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման, հանդարտության մեջ
արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացման, նկատի ունեմ հասարակական հանդարտության մեջ, դրսից թելադրվող և վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքերով կյանքի կոչվող օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։ Այժմ առաջիկա ընտրությունների և Մայր Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին։ Գիտեմ, որ շատերը կոնկրետ պատասխաններ են ուզում լսել, մենք հենց դրա համար ենք նաև հավաքվել։ Այս ընտրություններին պետք է մոտենալ որպես Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության պահպանման հանրաքվեի։ Բոլորս պատասխանելու ենք հետևյալ պարզ ու միաժամանակ բարդ հարցերի։ Առաջին, ուզում ենք լինի Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Երկրորդ, ուզում ենք երաշխավորված խաղաղություն, թե Ալիևի կամքից կախված ժամանակավոր կամ շոու հրադադար։ Եվ երրորդ, ուզում ենք աղքատության հաղթահարում հանրության լայն շերտերի, թե իշխող նեղ խմբի գրպաններում։ Այս տարին պետք է դառնա գործող վարչախմբի հեռացման տարի։ Պարտության խորհրդանիշը պետք է հեռացվի, որպեսզի մեր երկիրը շունչ քաշի, մեջք ուղղի ու կյանք ստանա։ Ամեն մի քաղաքացու քվեից լինելու մեր ապագա։ Մնալը, պասիվանալը և հավելը դասալքությանը հավասար բան է։ Մենք դասալիք չենք, ու դա պետք է ապացուցենք այս տարվա հունիսի 7-ին։ Մայր Հայաստանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում, ստանձնելով համախմբողի ներանի ֆունկցիա։ Մենք ստեղծման օրվանից մասնակցել ենք համապետական ու քաղաքական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, այդ թվում Երևանում։ Բոլոր տեղերում էլ դրական արդյունք ենք ապահովել և խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք։ Սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը և պարտությունների էջը հակելը։ Իսկ դա նշանակում է, որ մի կողմ պետք է դնել հատվածական շահը և օրինակ ծառայել մյուսների համար։ Մենք այդպես էլ անում ենք։ Հարգելի քաղաքացիներ, իդեալականն այն կլիներ, որ ընդդիմադիր ուժերն այս ընտրություններին մասնակցեին մեկ միասնական ճակատով։ Դա նաև հանրային պահանջ է։ Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ գիտեն, որ Մայր Հայաստանը ներդրել է իր ջանքերը, որպեսզի միասնականության գաղափարը կյանքի կոչվի։ Սակայն ոչ մեր մեղքով այդ ամենը տեղի չունեցավ։ Կրկնում եմ, քաղաքական դաշտի բոլոր դերակատարները տեղյակ են Մայր Հայաստանի հրապարակային և պուլիսային գործունեությունից և կարող են փաստել ու վկայել, որ մենք ամեն ինչ արել ենք, որ մեկ միասնական ճակատ լինի։ Սակայն մի փոքր այլ պրոցեսներ են տեղի ունեցել, բայց մենք դրանից ողբերգություն չենք ստանում։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները շատ ցածր վարկանիշ ունեն և մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով այդուհանդերձ հեռացնելու ենք այս վարչախմբին։ Հիմա մենք ելնում ենք այլ մեկնակետից, փորձելով ամեն դեպքում առավելագույն համախմբում ապահովել։ Ինչ վերաբերում է ընտրության մասնակցության կոնկրետ մեր Մայր Հայաստանի ձևաչափին,
ապա Մայր Հայաստանը քննարկումների եւ երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած եւ արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած առաջարկ Հայաստանին ծրագիրը խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է հենց այդ ծրագրով Բարգավաճ Հայաստանի հետ միասնաբար։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ, երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու բժիշկներ, քաղաքաբնակներ ու գյուղաբնակներ։ Ծրագիրը այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կամ խնդիրների մասին են բարձրաձայնում, կամ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, եւ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաեւ մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա առաջարկ Հայաստանի ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ 1 այլընտրանքը։ Մայր Հայաստանն իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է առաջարկ Հայաստանի ծրագիրը դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք բոլոր առ-բոլոր կներկայացնենք մեր առաջարկները անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։ Ընտրություններով ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալու ուղերձ այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը եւ հավաքում է պետության կառավարման ղեկը ստանձնելու։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ի ընտրություններում ամեն մի քվեն հսկայական նշանակություն ունի։ Հետևաբար չի կարելի թույլ տալ քվեների հոշիացում, բայց մյուս կողմից է չի կարելի փակել համախմբման դուռը, փոխարենն առաջարկելով դուք մի կողմ քաշվեք ու մեզ մի խանգարեք ձևակերպումը։ Չի կարելի գործող մենաշնորհը նոր մենաշնորհով փոխարինել։ Ամեն մի քաղաքական միավոր պետք է իմանա, որ ինքն անտեսված չէ ու կարող է իր գիտելիքներով, ողջամիտ հավակնություններով ու թիմով օգուտ բերել ընդհանուր գործին, նոր իշխանության ձևավորմանը։ Սա է առողջ տարբերակը, այլ պատկերացում մենք չունենք։ Մեր դռները բաց են բոլոր առողջ ուժերի համար ու մինչև վերջ բաց են լինելու։ Բոլորն են պետք է դրսևորվելու հնարավորություն ստանան և մասնակցեն փոփոխությանը։ Անհրաժեշտ է սեփական օրակարգը թելադրել օրվա իշխանությանը տեղափոխելով այնտեղ, որտեղ իրենք թույլ են։ Դա բովանդակային բանավեճն է, պրոֆեսիոնալիզմը, ծրագրային մրցակցությունը, առաջնորդության նոր որակը։ Այս իշխանության այլընտրանքը մարդկային, մասնագիտական, բարոյական որակներն են։ Առաջարկ Հայաստանի ծրագիրն այն հենքն է, որի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանրությունը տեսնի, որ կա ծրագիր, կա թիմ, կա համախմբում եւ հավատա իր ուժերին ու անպայման մասնակցի ընտրությունների, գնա ընտրատեղամաս եւ իր իրավունքն ու պարտականությունը իրացնի։ Մենք ամեն ինչ կանենք, որ ընդդիմադիր դաշտը հանդես գա իշխանափոխության միասնական օրակարգով եւ այլ օրակարգի սպասարկմանը միտված միասնական գործողություններով։ Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է։ Այդպես չէ՞։ Հարգելի թիմակիցներ,
Արջևում հսկայական աշխատանք կանգնելու։ Բոլորս միասին իրար դիտում կանգնելով պետք է փոխենք այս իրականությունը։ Մեր հակառակորդը ոչ այնքան այս իշխանությունն է, որքան անտարբերությունը, հիասթափությունը, հուսալքությունը, ապաթիան, անհավատությունը։ Հենց որ այս ամեն ինչը մենք հաղթահարենք, վստահեցնում եմ ձեզ, իշխանափոխությունը կդառնա զուտ տեխնիկայի խնդիր։ Կասկած չունեմ, որ մենք հասնելու ենք փոփոխությունների։ Իշխանափոխությունը ևս մեկ բան է նշանակում։ Սա ուզում եմ բոլորս մեզ համար մեր ներսում պահենք։ Իշխանափոխությունը ոչ միայն ազգային անվտանգության ապահովման, այլ նաև մեր բոլորիս յուրաքանչյուրի ամեն մեկի առանձին վերցրած արժանապատվության հասնել։ Մենք այսպես երկար թույլ չենք կարող տալ այս անարժանապատիվ ու խայտարակ իշխանությանը։ Մենք ուրեմն մեր արժանապատվության հարցը պետք է համարենք նաև կենտրոնության մասնակցելը թե իշխանափոխություն իրականացնելը։ Մեզ սազական չէ խեղճ ու կրակ, ծուր վզով, պարտության դեմքով աշխարհին ներկայանալը։ Մեզ փոփոխություններ են պետք, եւ մենք միասին կարող ենք հասնել այդ փոփոխություններին։ Հիմա ուղիղ գնում եմ մեր քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացի, անձամբ քեզ եմ գնում։ Միացիր մեզ, միացիր մեր պայքարին, միացիր, որ փոխենք։ Միացիր! Միացիր! Որ փոխենք! Միացիր! Որ փոխենք! Շատ շնորհակալություն ժողովուրդ ջան։ Ի գործ եւ պայքարը շարունակում ենք միասնական ջանքերով։ Շնորհակալություն։ Let's be until you are sorry, man.